Սեպտեմբերի 29-ին ահա այս դպրոցում Երևանի Քանաքերձեթուն վարչական շրջանի Կոստան Զայրյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցում, ինչպես ծնողներն էին նշում, սկանդալային դեպք է տեղի ունեցել։ Դպրոցի դասապրոցեսի ժամանակ ուսուցչուհիներից մեկը երեխաներին դիտողություն է արել, նկատողություն ասելով դուրս եկեք, ես ձեզ չեմ պարապի, ապա ինքը դասարանից դուրս է եկել, որից հետո երեխաները դուրս են եկել դասարանից, փորձել են այս մուտքից դուրս գալ, սակայն պահակը արգելել է ասելով, որ դասապրոցես է, դասերը չի ավարտել, ձեզ թույլ չեմ տալի դպրոցից դուրս գալ։ Ինչից հետո երեխաները ըստ ծնողների հայտնածի երկրորդ հարկի պատուհանից դուրս են եկել, թռել են մոտ 20 երեխա, որից հետո աղջիկ երեխաներից մեկը 9A դասարանի երեխաներն են եղել։ Աղջիկներից մեկը ողնաշարի հատվածում սուր ցավեր է ունեցել եւ նրան տեղափոխել են իմ տեղեկություններով ծնողները տեղափոխել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկների շնորհիվ շոկային վիճակի մեջ գտնվող, ծանր վիճակում գտնվող երեխայի կյանքը հնարավոր է եղել փրկել, սակայն երեխան դեռ 1 շաբաթ մնալու է բժիշկների հսկողության տակ, իսկ 1 շաբաթ անց վիրահատվելու է երեխան։ Զարմանալի է, ծնողները ինչպես նշում են, որ դպրոցում նման միջադեպ է տեղի ունեցել, որի մասին ըստ ծնողների իրենք դիմել են նաև տարածքի ոստիկանություն, Քանաքերձեթունի ոստիկանություն, թե ինչ ընթացք է գործը ստացել, դեռևս չշտվում է, այս պահին արդեն խնդրում կներեք, այս պահին արդեն աշխատանքներ է կատարվում իմ տեղեկություններով ոստիկանության կողմից պարզելու համար դեպքի հանգամանքները, սակայն ցավ է, ինչի հետ համաձայն եմ, որը նշում են ծնողները, որ նման դեպք է տեղի ունեցել դպրոցում, ոչ քաղաքապետարանը, ոչ թաղապետարանը չեն փորձել հետաքրքրվել, պարզեն, թե ինչն է եղել պատճառը։ Այսպես լուսամուտներից ինքը երկրորդ հարկից էր, ասում են, երեխաները դուրս եկել պատուհանից թռել։ Փագի։ Հա, գնա։ Բարև ձեզ։ Տնօրենն եք դուք։ Փոխտնօրեն։ Մի հատ խնդրանք, ամսի 29-ին այստեղ դեպք ա եղել։ Երեխաներ ասին 20 հոգի, չէ, պետք է նկարենք, որ ձեր տնօրենի հետ խոսեք։ Եկեք տնօրենի հետ, տնօրենն էս կբունի, միասին խոսենք։ Իսկ չի գա մուտքի մոտ։ Մուտքի մոտ էր, դուք ասեցիք դուրս եկեք, դուրս չեկան։ Եկեն կողմից չեն գնացել։ Չես կողմից չեն։ Ես հա տելեֆոն բարեք եկեք։ Հա։ Բարև ձեզ։ Չէ, Բարև ձեզ։ դուք սխալ տեղ եք մտա, այս
Ինչ տարբերություն դպրոցի շենքն է, ասեցին երկրորդ հարգից մոտ 20 երեխա թռել են, բայց հիմա ինքը ասում է 20 չէ, 4-5 հոգի են եղել։ Մենք հասանք արդեն։ Երկրորդ այն դուրս չեմ կարող ելեմ ստեղից։ Այն կողմից, հա։ Ասեցին 9A դասարանն է եղել։ Մոլոզս։ Ստեղ է պատուանը։ Այս թեմ որ բաց է։ Եմ բաց։ Հա, հա։ Ստեղից է եղել։ Այս պատուանից է։ Բարձր։ Իննիա դասանը որ հարկում է։ Սա է իննիան։ Այս պատուանն է։ Այստեղից եմ։ Դե կանաչ է։ Այսինքն 20 հոգի չի եղել, 4-5 հոգի։ Հա։ Երեխաները որ վնասվել։ Հա երեխան հիմա հիվանդանոցում է։ Մի ուշ շաբաթ պիտի վերահատեն։ Ռուսերենի դասի ժամանակը է ասեցին։ Այո։ Նախավերջի ժամանակ չէ։ Գբարսամակ դեպի ոչ։ Նա դիշտամ դուրս են նկարեմ էլի։ Տիկին Ջանիկյանն միասին գբարսամակ։ Այսինքն արդեն հիվանդանոց գնացել եք, տեսել եք երեխային։ Նույն օրը։ Հա, նույն օրը։ Սա թիվ 117 հիմնական դպրոցի երկրորդ հարկի այն պատուհանն է, որտեղից որ մի քանի երեխաներ սեպտեմբերի 29-ին թռել են, թեպետ մեզ ծնողներից մի քանի հոգի նշում էին, որ երեխաները եղել են 20 հոգի, սակայն դպրոցի փոխտնօրենը ասում էր, որ դա իրականությանը չի համապատասխանում, եղել են 4-5 հոգի, ովքեր ահա այս պատուհանից երկրորդ հարկից թռել են ներքև։ Իմ տեղեկություններով հենց նույն օրը հիվանդանոց է այցելել նաև 9A դասարանի դասղեկը, ով ամեն օր բժիշկների հետ կապի մեջ է, հետաքրքրվում է երեխայի առողջական խնդիրներով, թե ինչն է եղել պատճառը, որ երեխաները նման քայլ են դիմել, թեպետ մենք նշել ենք, ծնողները մեզ ասել են, այնուամենայնիվ դա պետք է պարզեն Երևանի քաղաքապետարանը, Քանաքերձեյթունի թաղապետարանը եւ դպրոցի տնօրինությունը։ Իսկ շտապօգնությունն է իրանք տարել, թե ծնողները։ Ծնողները, հա։ Ծնողները այդպես էլ նշում են, որ իրենք են տեղափոխել, երբ որ երեխայի մոտ սուր ցավեր է առաջացել, աղջիկ երեխա է եղել, տեղափոխել են։ Եվ ծնողները իրենց շնորհակալությունն էին հայտնում Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի անձնակազմին, ասելով, որ նրանց շատ արագ աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել հայտնաբերել հիմնական վնասված
հատվածը երեխայի եւ ասում էին նաեւ որ շնորհիվ այդ բժշկական կենտրոնի Սուրբ Աստված համար բժշկական կենտրոնի ճիշտ է երեխան մեկ շաբաթից վիրահատություն է տանելու, բայց նրա կյանքին վտանգ չի սպառնում, նույնիսկ չի ազդի երեխայի հետագա առողջության վրա։ Այս երկրորդ հարգից են, այստեղից է ոնց որ հա